Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսված պլանավորումների մասին, այդ թվում խաչվերած տոնի հետ կապված, եթե չեմ հիշում դահլիճում եք թե չէ, Տիկին Վարդանյանի հարցին պատասխանելիս նորից եմ անդրադարձել, որ պլանավորումը վերաբերում էր ամեն հարմար առիթին սկսած 2024 թվականի նոյեմբերին։ Պարոն Ռուբինյանի հարցը ինձ համար սկզբում հասկանալի չէր, որովհետև պարոն Ռուբինյանի շեշտադրումը վերաբերում էր, ես ձեր հարցին եմ պատասխանում, վերաբերում էր 2024 թվականին։ Իմ շեշտադրումը վերաբերում էր 2024 թվականի նոյեմբերից սկսած պլանավորվող գործողություններին։ Միջնորդագրի մեջ դա նշված է, եւ իմ խոսքը պետք չի կոնտեքստից կտրել եւ ներկայացնել, որ գիտեք, ինչ դուք մեզ մոլորության մեջ եք գցել։ Ես բնավ մոլորության մեջ գցելու որևէ անհրաժեշտություն չունեմ։ Ամբողջ կատարածարարքը ներկայացված է միջնորդագրի մեջ, եւ միջնորդագիրը ներկայացված է ձեզ։ Խոսակցությունները շատ հստակ են, ինչքան էլ կոնտեքստից կտրեք։ Իրենք ամեն հարմար առիթի են սպասել։ Եվ նույն Արթուր Սարգսյանի խոսակցություններից էլ ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ պահին էլ որ որոշվի, ես Սյունիքի ճանապարհը փակելու եմ։ Այսինքն իրենց համար ակնհայտ է, որ որոշակի պահի, երբ որ իրանք որոշեն, որ այսօր այդ օրն է այդ միջոցառումը պետք է իրականացնեն, ինքը պատրաստ է։ Եվ դրա մեջ ներառված է նաև խաչվերած տոնը։ Պարոն Ռուբինյանի հարցը վերաբերում էր դրան, եւ ես խնդրեցի, որ ինքը հստակեցնի։ Մեր մեղադրանքը, ինչքան էլ դուք հիմա բացասական գլխով էսպես անեք, դա փաստ է։ Պլանավորումը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսած։ Ինչքան էլ ուզենաք հիմա ցույց տալ, որ այ ռետրոսպեկտիվ մենք խոսում ենք 2024 թվականի սեպտեմբերի մասին, չի ստացվելու, որովհետեւ հաջորդող բոլոր խոսակցություններն էլ վերաբերում են 2024 թվականի նոյեմբերից սկսած գործողություններին։ Ու ես ոչ մի բան երբեք չեմ նենգափոխում։ Արձագանք։ Ասիկների հետ կապված ներողություն չպատասխանեցի։ Ասիկների հետ կապված ասի, որ այս պահին մենք չենք հրապարակում, որովհետև գտնվում է քննության փուլում։ Իդեպ ձեր գործընկերոջ հարցին պատասխանելիս ասացի։ Համեցեք, արձագանք։ Տիկին Վարդապետյան, նման վստահությամբ գիտեք ինչ դրվագ հիշեցի, երբ այստեղ քննարկում էր գնում նաև բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին ես հստակ թիվ հնչեցրեցի, դուք ասացիք, որ այդ թիվը ճիշտ չէ, այլ թիվ հնչեցրեցիք, մի քանի օր հետո ստիպված էիք ասել, որ ձեր իսկ այս ամբյոնի հնչեցած թվերը սխալ են։ Հետևաբար ես ընդամենը մի ձայնագրություն եմ միացրել, որտեղ դուք եք խոսում, ու հարցն այն մասին էր, թե գործողությունները երբ էին նախատեսվում իրականացվելու։ Դուք ասում եք սեպտեմբերին էին նախատեսվում իրականացել։ Եկեք ֆիքսենք, գիտեք, ընդհանուր տրամաբանության մեջ միգուցե սա անկյունակարային հարցը չի, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ դուք այդ ամբյոնից կանգնած փորձել եք մոլորեցնել ազգային ժողովին ու պարզապես ստել եք։ Հաջորդը, ուրեմն ես շարունակում եմ, ներկերի մասով, խնդրում եմ ինձ չընդհատել, ներկերի մասով, ասում եք ներկեր են ձեռք բերել եւ դա եւս փորձում եք կապել, հա, իբր ահաբեկչության գործողությունների հետ։ Բայց նույն ամբյոնին կանգնած նաեւ ասում եք ներկերը իրենք էլ են խոսում, որ դա կարող է լինել խուլիգանություն, խուլիգանական դրսևորում։ Տիկին Վարդապետյան, խուլիգանությունը մի բան է, ահաբեկչությունը այլ բան է։ Եվ ասում եք Արթուր Սարգսյանը պատրաստական էր փողոցներ փակել, էս աներ։ Փողոց փակելը որ օրվանից դարձավ ահաբեկչություն։ Իհարկե, փաստոցի բազմաթիվ հարցեր այստեղ կան։ Նույն ծխարցակող այդ բաները համարում եք ահաբեկչության դրսևորումներ, այդ նույն ամբյոնից կանգնած պատգամավորներ էին դա անում։ Այսինքն ներկայացնել սրանք Համեցեք դիկին գլխավոր դատախազ։ Շնորհակալություն։ Երևի հատվածական եք լսում կամ դուրս եք գալիս, ներս եք գալիս, ամբողջը չեք լսում։ Ես կարդում եմ այն հատվածը, որ վերաբերում էր խոսակցություններին։ Այդ խուլիգանությունը հենց իրենք են որակում իրենց արարքները։ Այո, չէ, իրենք են որակում իրենց արարքները, մենք չենք որակում խուլիգանություն։ Երբ որ դուք խոսում եք, ես ես չեմ ընդհատում։ Եվ մոլորության մասին ձեր բոլոր ենթադրությունները, դա ձեր ենթադրություններն են հատվածական մեկնաբանության հիման վրա։ Ես հասկանում եմ շատ մեծ է ձեր գայթակղությունը որևէ կերպ նենգափոխելու ասվածը, բայց այնքան հստակ են խոսակցությունները եւ այնքան հստակ են անձինք, ովքեր խոսակցությունները վարում են։ Բնականաբար ես կանխատեսում եմ, որ այս այնց կոնտեքստից կտրված պիտի խոսենք ու կանխատեսում եմ, որ մի բանը մի քանի անգամ պիտի հարց բարձրացնել, թե այս ինքնական կառույցը այստեղ որտեղից։ Ոչ մի բնապահպանության նախարար շինթույլտվություն չի տալիս։ Ոչ մի բնապահպանության նախարար ապօրինի շինություն չի քանդում։ Դա քաղաքաշինական գործառույթներ ունեցող մարմինների պարտականություններն են եւ այդ անձինք պաշտոնական դիրքը չարաշահելու համար հետապնդման ենթարկվել են, բայց վաղեմությունն անցնելու պատճառով 17 թվից է գործը հարուցված, արարքներն կատարվել են 2010 թվականից, ըստ էության հնարավորություն չի եղել այդ անձանց կանչելու դատարան, ոչ արդարացնող հիմքով հետապնդումները չեն հարուցվել կամ դադարեցվել են։ Պարոն Մինասյանը տեսել է, որ կա ինքնակամ կառույց։
եւ ունեցել է որպես հանձնաժողովի նախագահ լիազորություն ոչ ինքնակամ կառույցները, բնության հատուկ պահպանվող դատարկ հողատարածքները ներկայացնելու ներդրումային ծրագրին եւ իր լիազորության շրջանակներում հնարավորություն է տվել, որպեսզի ինքնակամ կառուցված շինությունը անցնելով իր լիազորությունների միջով որպես հանձնաժողովի նախագահ, այսինքն ներկայացվելով կառավարությանը, թույլտվություն ստանալով անցկացնել մրցույթ, հանձնարարություն ունենալով անել թափանցիկ մրցույթ, դառնա ներդրումային ծրագիր։ Եթե որևէ փուլում, օրինակ, գար ինչ-որ մի երրորդ ներդրող, որը կապ չունի Սեյրան Օհանյանի հետ, շատ տրամաբանական է ձեր ասածը, օրինականացվել է գործընթացը, որտեղ ինչ կլիներ։ Այդ ներդրողը կամ հիմնահատակը քանդեր այդ շինությունը եւ իսկապես կսարքեր հանգստի գոտի, որտեղ դժվար է պատկերացնել առանձնատունը դառնա հանգստի գոտի, կամ ռեկոնստրուկցիա կաներ կդարձներ հանգստի գոտի։ Բայց չի եկել երրորդ ներդրողը։ Երկու փոխկապակցված անձինք, որոնք կապված են Սեյրան Օհանյանի հետ, այսինքն շինությունը ինքնակամ կառուցած անձի հետ, հələ մի կողմ դնենք ինչ միջոցներով։ Ըստ էության հնարավորություն են ունեցել այս մրցութային հանձնաժողովի որոշմամբ անխոչնդոտ 25 տարի տիրապետելու եւ օգտագործելու շինությունը։ Բացի այդ, քանի որ արդեն շենք շինությունը կառուցված էր եւ երբևէ որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվել, ներդրումային ծրագիրը եղել է իրավական քողարկումը այն արդեն կատարված ոչ օրինական արարքի, որը փորձ է արվել ներկայացնել օրինական։ Եվ այստեղ պարոն Մինասյանի ավարտում եմ։ Պարոն Մինասյանը միակ պաշտոնյան էր, որը կարող էր մրցույթը անցկացնել, որովհետև ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն էր։ Մենք չենք ասում պարոն Մինասյան ինչի չեք քանդել։ Մենք ասում ենք դրախտի համայնքի ղեկավար ինչի չես քանդել։ Ասում եմ սխալ եմ արել։ Մեղավոր եմ։ Ընդունում եմ վաղեմությունն էլ անցած է։ Ներողություն, այդ արդեն մեր ուժերից վեր է։ Պոակի տնորեն, ինչի ժամանակին չես արձանագրել։ Էլի ոչ արդարացնող հիմքով հետապնդում է, բայց ոչ նա, մրցույթ անցկացնել չէին կարող։ Մրցույթ անցկացնել կարող էր միայն հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, որն էր ստորագրում է հանձնաժողովի փաստաթղթերը։ Եթե Արծվիկ Մինասյանը այս գործընթացը չաներ, ամեն օր հարցեր առաջանալու, այսինչ առանձնատունը, ուրա հիմքերը։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է Թույլտանք արձագանքի, հա, տիկին։ Բայց ավարտեմ նոր։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է, որ դա դատարկ հողատարածք է կառուցապատման իրավունքով։ Կադաստրային գործի մեջ։ Տիկին դատախազ, ամեն դեպքում թվում է պարզ հարց է։ Դուք իրավական տեսանկյունից իրավական տերմինոլոգիայով խոսում եք, բայց մենք իսկապես շատ պարզ ենք ուզում հասկանալ։ Հիմա այդ գործողությունների արդյունքում ես նաև ձեր խոսքից հասկացա, որ ամեն դեպքում այդ տունը օրինական հիմքերի վրա դրված չէ։ Ինքը չի կարող համարվել ամեն դեպքում օրինական։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում։ Դե հիմա եթե ասում եք, որ Արծվիկ Մինասյանի կայացրած որոշումների տրամաբանությունն այն էր, որ ի վերջո ստեղծի օրինական հիմք, դուք փաստում եք, որ դա չի հանգեցրել նրան, որ ստեղծվի օրինական հիմք։ Հետևաբար, ինչպես այդ շինությունը, այնպես նաև այլ շինություն